Որն է աններելի մեղքը։ Այսօր կխոսենք մի թեմայի մասին, որը դարեր շարունակ վախեցրել է շատ քրիստոնյաների։ Երբեմն մարդիկ մտածում են. միգուցե ես մի բան եմ արել, որ այլևս Աստված չի ների ինձ։ Միգուցե ես հավիտյան կորսված եմ։ Այս տեսանյութում կփորձենք խորությամբ հասկանալ. ինչ է աններելի մեղքը, ինչու է այն աններելի և արդյոք հնարավոր է մեղանչել ու չիմանալ դրա մասին։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյան թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա։ Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, նրա մեջ պիղծ ոգի կա։ Հաճախ շատ քրիստոնյաներ կարդալով այս տողերը սարսափահար են լինում, մտածելով, որ խոսքը Սուրբ Հոգու անվանը բառից բուն իմաստով հայհոյելն է։ Շատերը ասում են, որ անկախ իրենց կամքից նման մտքեր են ունենում և մտածում, թե հայհոյել են Սուրբ Հոգուն ու այլևս ներում չունեն։ Սակայն, եկեք հասկանանք, թե ինչ է իրականում նշանակում Սուրբ Հոգուն հայհոյելը։ Պատմության ընթացքում տարբեր մեկնաբաններ այս հարցին տարբեր մեկնություններ են տվել։ Սակայն, եկեղեցու հայրերի և աստվածաբանների մեծամասնությունը, հիմնվելով Աստվածաշնչի վրա, միակարծիք ասում է. Սուրբ Հոգուն հայհոյելը ճշմարտության գիտակցված մերժումն է։ Երբ մարդը տեսել է Աստծո գործը, ճանաչել է ճշմարտությունն իր ներսում, բայց այդ ամենը անվանում է սատանայական կամ անբարո։ Սա անհավատության ամենավերջին ձևն է, երբ սիրտն արդեն կարծրացած է։ Սուրբ Հոգու դեմ մեղանչողը նա է, ով ճշմարտությունն իմանալով մերժում է այն, սատանային վերագրելով Աստծո զորությունը։ Գրիգոր Տաթևացի։ Այսինքն սա պատահական սխալ կամ չգիտակցված քայլ չէ, սա հոգևոր ապստամբություն է արմատացած հպարտության մեջ։ Եկեք ընթերցենք Մարկոսի ավետարանի 3-րդ գլխի այն ամբողջական հատվածը, որտեղ Հիսուս Քրիստոսը խոսում է այս մասին։ Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեզեբուհ կա և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ։ Ինչպես կարող է սատանան սատանային դուրս անել։ Արդ եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ Եթե մի տունն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ Եթե սատանան ինքն իր դեմ է դուրս եկել և բաժանվել, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ Ոչ ոք չի կարող ուժեղ մարդու տունը մտնելով նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն, և դրանից հետո միայն կկողոպտի նրա տունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա։ Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, նրա մեջ պիղծ ոգի կա։ Ինչու Հիսուս Քրիստոսը ասաց այս խոսքերը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Դպիրները գիտեին, որ Հիսուս Քրիստոսը այդ ամենը Սուրբ Հոգով էր անում։ Նրանք իրենց սրտի խորքում գիտակցում էին այդ ամենը։ Սակայն նրանց մեջ եղած նախանձը և հպարտությունը այնքան էին կարծացրել նրանց սրտերը, որ գիտակցաբար Աստծո արածը վերագրեցին սատանային, այդպես հայհոյելով Սուրբ Հոգուն։ Իսկ արդյոք սա կարող է լինել նաև մեր օրերում։ Շատերը այս հարցից վախենում են, բայց եկեք մի կարևոր բան հասկանանք։ Եթե դու վախենում ես, որ այս մեղքը գործել ես, դա նշանակում է, որ դու դեռ չես գործել այն։ Աններելի մեղքը գործած մարդը այլևս չի փնտրում Աստծուն, չի զղջում և մերժում է Սուրբ Հոգու կոչը։ Անվերադարձ ընկածը նա չէ, ով ընկավ, այլ նա, ով այլևս չցանկացավ վեր կենալ։ Ներսես Լամբրոնացի։ Հայ եկեղեցու մեկնաբանություններում նաև խոսում է աններելի մեղքի արմատական պատճառների մասին, որտեղ նշվում է 3 հիմնական շեշտադրում։ Հպարտ սիրտը, որը չի ցանկանում ընդունել, որ Աստված է գործել։ Մշտական մերժումը։ Մարդը բազմիցս լսում է ճշմարտությունը, բայց շարունակաբար արհամարհում է այն։ Սրբության և ստի մոլորությունը, երբ մարդը սրբությունը սուտ է անվանում, և սուտը սրբություն։ Այս ամենը մղում է հոգևոր կուրության, ու հենց այդ կուրությունն է պատճառը, որ մարդը չի կարող ապաշխարել, քանի որ չի ճանաչում ճշմարտությունը։ Իսկ արդյոք սիրող Աստված անմիջապես դատապարտում է մարդուն այդ մեղքի համար։ Ոչ, Աստված համբերատար է,
Եվ չնայած մարդն անընդհատ մերժում է նրան, նա սպասում է, կանչում եւ խրատում։ Բայց գալիս է մի պահ, երբ մարդու սիրտն այնքան է կարծրանում, որ էլ չի էլ զգում, որ չարիք է գործում։ Այդ պահից հետո մարդն ինքը չի կարողանում ետ վերադառնալ, որովհետև արդեն մոռացել է ճանապարհը դեպի ճշմարտություն։ Քանի որ ասված է. այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը ինչպես դառնության ժամանակ։